Վերջին մի քանի ամիսների ընթացքում հասարակությանը կարևոր իրադարձություններից շեղող բազմաթիվ ինֆորմացիոն հոսքերը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում կարծես թե ստվերել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող գործընթացները, որ փուլում են դրանք, գործընթացներ կան։ Համանազատման process-ի վերաբերյալ մեր բոլոր նամակները կամ մնում են անպատասխան, կամ պատասխանները բովանդակային չեն լինում։ Այն տարածքները, որոնք սահմանազատվում են կամ նախատեսվում է սահմանազատել, անբնակ չեն։ Այդտեղ կա բնակչություն, այդտեղի հողամասերը օգտագործվում են եւ այդ բնակչության համար ինքը զգայուն թեմա է։ Բոլորովին վերջերս կարելի ասել ուղղակի պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, թե Հայաստանի խնդրանքով Վրաստանը եւ Հայաստանը կապող գազատարի 5.5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի։ Նշվում էր նաեւ, թե գազատարի հայկական հատվածը գտնվում է եռակողմ վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում եւ ականապատվել է 1990-ական թվականներին։ Ըստ քաղաքագետների, սա եւս ադրբեջանական պահանջ է եւ հնարավոր է, որ դա տեղի է ունենում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շրջանակում։ Ես ենթադրում եմ, որ Ադրբեջանի կողմից պահանջ կա նաեւ այդտեղ սահմանազատել հօգուտ Ադրբեջանի եւ այդ հատվածում սովետական սահման գծել։ Եվ այսպիսով Ադրբեջանը ենթադրաբար պահանջում է այդ գործընթացը նախաձեռնել մինչև ընտրություններ, ինչպես որ բազմաթիվ այլ գործընթացներ։ Պաշտոնապես հերքվեց լուրը, թե անցած տարվա ամռանը Ադրբեջանը դիրքային առաջխաղացում եւ բարելավումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի եւ Ջերմուկի ուղղությամբ։ Քաղաքագետ Միքայելյանն իր վերլուծություններն ունի։ Վարդենիսից հարավ Ադրբեջանը իրականացնում է ամրաշինական աշխատանքներ։ Շորժայից հարավ այդտեղ Ադրբեջանը հիմա իրականացնում է լայնածավալ շինարարություն իր ինժեներական դիրքերի կառավարում եւ այլն։ Ըստ փորձագետների, Ադրբեջանի համար սահմանազատման եւ սահմանագծման համար վերցված 1975 թվականի խորհրդային քարտեզը ամենաբարենպաստն է։ Սակայն այս դեպքում նույնիսկ փորձագետի համոզմամբ Ադրբեջանը չի ընդունում որպես փաստ, քանի որ այդ երկիրը 2020 թվականից հետո օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 250 քառակուսի կիլոմետրը եւ նպատակ էլ չունի դուրս գալ այդտեղից։ Ադրբեջանը իրավիճակային լուծումներով այն քարտեզը, որ այդ պահին իրան հարմար է, այդ քարտեզն է կոչվում։ Բանակցությունների սահմանագծման սահմանազատման գործընթացի հիմքում դրվող իրավական փաստաթուղթ կոնկրետ 1 թվականի քարտեզ գոյություն չունի։ Ադրբեջանը այդ տարածքներից իհարկե դուրս չի գալու, իդեպ նաև Իշխանասարի մոտ Ադրբեջանը ստեղծել է պլատֆորմ, որտեղ Սյունիքի բավականին նեղացված է եւ ավելի կոչելի, առավել կոչելի, այսպես ասած։ Ջերմուկի հատվածում են դիրքեր կառուցում, Սիսիանի հատվածում են դիրքեր կառուցում, այն հատվածում, որոնք ուղղակի սուվերեն տարածք։ Հայաստանի ինքնիշխան տարածքում հայտնված ադրբեջանական զինված ուժերը հիմա ավելի բարձր դիրքերում են եւ ավելի պաշտպանված են, քան Հայաստանի զինված ուժերը։ Ադրբեջանը զբաղեցրել է գերիշխող դիրքեր, ուղղակի ինչ որ տարածք չի վերցրել, տարակուսի կիլոմետրով այդ տարածքը չափել չի, այդ տարածքը ունի ռազմավարական նշանակություն եւ ադրբեջանական դիրքերը հիմա հայկական դիրքերից շատ դեպքերում մոտ 600 մետր բարձր են։ Իշխանական թևը հայտնել էր, որ սահմանազատման գործընթացը կշարունակվի Տավուշի մարզում, սակայն հստակ չի նշվել, թե որ կոորդինատներում։ Կառավարությունից ուղղակի հայտնում են, որ այս պահին հողի վրա գործընթաց չկա եւ յուրաքանչյուրը ինչ-որ մի պահի հասնելու համար իր տնային աշխատանքն է անում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։